Խցանումներ են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, կենտրոնական փողոցներից մինչև ծայրամասեր։ Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը գրեթե պարալիզացված է։ Իրավիճակը կարգավորելու համար տարածքում չկան պարեկային ծառայողներ։ Վարորդների մեծ մասը ստեղծված իրավիճակը պայմանավորում է Իսակովի պողոտայում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով, որոնք էապես բարդացրել են երթևեկությունը եւ հանգեցրել խցանումների կտրուկ աճի։ Երևանի քաղաքապետարանը մայիսին կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ է միայն որոշել ճանապարհները վերանորոգել։ Մեղադրանքի հետ կապված պարզաբանումները մենք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվում ապօրինի դատապարտված Ռուբեն Վարդանյանի ուղերձին։ Մանասյանի խոսքով մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում այցեր իրականացնելու իրավասություն եւ դրանց ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանում։ Հայաստանի օմբուդսմենը ժխտել է նաեւ Վարդանյանի միտքը, որ Ադրբեջանի իր գործընկերը քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, իսկ ադրբեջանական կողմը պատրաստակամություն հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Մեջբերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Երեկ Ռուբեն Վարդանյանը դիմել էր Հայաստանի օմբուդսմենին, առաջարկելով դիտարկել նրա ու հայ բանտարկյալների հարազատների Բաքու այցելելու հնարավորությունը, ինչպես նաև նշել էր, որ արդեն հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենին ու քննարկել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Ադրբեջան այցելությունը։ Մեջբերում Ռուբեն Վարդանյանի ուղերձից, չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ Բաքվում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ուստի ինչու կալանավորների կյանքի, առողջության եւ իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն եւ ինչու պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։ Մեջբերման ավարտը։ Իրանական բանակցային թիմը հայտնել է, որ չի մասնակցելու չորեքշաբթի կայանալիք բանակցություններին, հաղորդել է Թասնիմ գործակալությունը։ Պատճառը ԱՄՆ-ի ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն է։ Աղբյուրը նշել է, որ ամերիկյան կողմը ամբողջությամբ խախտելով իր պարտավորությունները հրաժարվել է ստիպել իսրայելական կողմին հրադադար հաստատել Լիբանանում, եւ այս քայլը մի քանի օրով լուրջ խոչընդոտներ է ստեղծել բանակցությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադում բանակցությունների հենց առաջին փուլում ամերիկացիները առաջ են քաշել բազմաթիվ չափազանցված որոնք իրականում խախտել են այդ նախնական բանակցային շրջանակները, եւ սա ամբողջությամբ փակուղի է գցել բանակցությունների առաջին փուլը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը որպես պատերազմական գործողություն է դիտարկվում եւ խախտում է հրադադարը։ Նա նշել է, որ Օմանի ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակումը եւ անձնակազմի ձերբակալումը ավելի լուրջ խախտում է։ Թեհրանը կոչ է արել ՄԱԿ-ին եւ միջազգային կառույցներին արձագանքել միջադեպին, նախազգուշացնելով հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր էջում հայտնել է, թե իբր Իրանը ֆինանսապես փլուզվում է։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իսլամական Հանրապետությունը փորձեր է անում Հորմուզի նեղուցն անհապաղ բացելու գումարի անհապաղ կարիքի պատճառով։ Թրամփը գուցե սեփական աղբյուրներից է ճշտել կամ գուցե լավ երևակայությամբ է հաշվել, բայց նշել է, թե Իրանը օրական $500 միլիոն է կորցնում։ Երկրի ներսում էլ ոստիկաններն ու զինվորականները բողոքում են, իբր աշխատավարձ չեն ստանում։ Իդեպ նա իր տեքստը եզրափակել է SOS բառով, ինչը թարգմանաբար նշանակում է օգնություն։ Հարկ է նշել, շաբաթներ առաջ Սենատում Իրանի դեմ հարձակումները դադարեցնելու վերաբերյալ խորհրդի նիստում ԱՄՆ ֆինանսների նախարարն էր շեշտել, որ իրենք օրական միլիոնավոր դոլարներ են կորցնում եւ որ շուտով երկիրը կարող է հայտնվել սնանկացման եզրին։ Եվրամիության երկրները համաձայնել են ընդլայնել պատժամիջոցները Իրանի դեմ, ներառելով նրանց, ովքեր պատասխանատու են Հորմուզի նեղուցի արգելափակման համար, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը։ Նա նաև ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ խնդրել է Եվրամիության արտգործնախարարներին հզորացնել ԵՄ ռազմածովային առաքելությունը Մերձավոր Արևելքում, որը ներկայումս պաշտպանում է նավերը Կարմիր ծովում Եմենի Հութի ապստամբների հարձակումներից։
Հեզբոլահը հրթիռակոծել է իսրայելական զորքերը հարավային Լիբանանում, հայտնում են իսրայելական բանակից։ Նույն աղբյուրը նաև նշում է, որ լիբանանյան իրանամետ Հեզբոլահը մի քանի հրթիռ է արձակել հարավային Լիբանանում գործող իր զորքերի ուղղությամբ, ինչը որակվում է որպես հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում։ Ցախալը նաև հավելել է, որ Իսրայելի հյուսիսային համայնքներում տագնապային ազդանշանները հավանաբար միացել են Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքի որսման պատճառով, նախքան դրա Իսրայելի տարածք մտնելը, ուղղելով հնարավոր սխալ նույնականացման մասին ավելի վաղ տարածված հաղորդագրությունները։ Հեզբոլայի կողմից այս լուրերը առայժմ չեն մեկնաբանում։ Ավելի քան 200 զբոսաշրջիկ շուրջ 2 ժամ ստիպված է եղել անցկացնել Բրազիլիայի հայտնի Դոս Իրմաուս բլրի գագաթին, սպասելով վտանգի ավարտին։ Պատճառը բլրի ստորոտում բռնկված կատաղի փոխհրաձգությունն էր ոստիկանության հատուկ ջոկատայինների եւ տեղական թմրակարտելի անդամների միջև։ Զբոսաշրջիկները, որոնք բարձրացել էին վայելելու Ռիո դե Ժանեյրոյի տեսարանը, հայտնվել են իսկական թակարդում, քանի որ դեպի վեր տանող միակ արահետն անցնում էր հենց այն տարածքով, որտեղ ընթանում էին մարտական գործողությունները։ Միայն իրավիճակի հանդարտվելուց հետո է հնարավոր եղել տարհանել մարդկանց։